Ես իհարկե սիրով կանդրադառնայի գործերից յուրաքանչյուրին, որովհետև իմ նշած չափանիշները իմ կողմից մատնանշած 40 բանտարկյալների պարագայում կիրառելի են, բայց ուզում եմ քաղբանտարկյալներից անդրադառնալ միայն Լիդիա Սահակյանին, մնացած քաղբանտարկյալների Մանթաշյանին, ներողություն, Լիդիա Մանթաշյանին, մնացած քաղբանտարկյալների հետ կապված խնդրի բարձրացումը թողնելով այսօրվա մասնակիցներին, Լիդիա Մանթաշյանը այս պահին միակ կին քաղաքական բանտարկյալն է եւ ընդամենը օրեր առաջ դատարանը հերթական անգամ 3 ամսով երկարաձգեց Լիդիայի կալանքը եւ դա այլ կերպ քան պատիժ Լիդիայի նկատմամբ հնարավոր չէ որակել, որովհետեւ ակնհայտ է, որ այդ կալանքի հետևում իրականում թաքնված է քաղաքական պատվեր։ Սիրելի գործընկերներ, քաղաքական ռեպրեսիաների այս մեխանիզմը հնարավոր է դարձել գործի դնել դատական իրավական համակարգի հետևողականորեն միջամտելու ճանապարհով, որը արտացոլվել է եւ իրականացվել է թե օրենսդրական մեխանիզմներով, թե լիազորությունների դադարեցման, ոչ սահմանադրական միջոցներով։ Գործադիրի ղեկավարի ուղղություններով քաղաքական, հանրային եւ ռազմական գործիչներին կալանավորելով, դատարանների շրջափակումով, դրանց անկախության վերացումով, սահմանադրական դատարանի բարձրագույն դատական խորհրդի կազմը քաղաքական նպատակահարմարությամբ փոխելով, քաղաքական ցուցումներին չենթարկվող դատավորներին հեռացնելով, ուժային բացառապես մեկ անձի շահերին ուժային կառույցները բացառապես մեկ անձի շահերին ծառայեցնելով, այսինքն արդյունքում մենք ստացել ենք մի իրավիճակ, երբ դատաիրավական համակարգը վերածվել է քաղաքական մահակի։ Հայաստանում մարդուն կալանավորելը այլևս ոչ թե բացառիկ, այլ պատժիչ միջոց է։ Ուզում եմ խորը ափսոսանքով արձանագրել, որ այսօր չկան միջազգային կառույցների կողմից քաղբանտարկյալների վերաբերյալ պատշաճ արձանագրումներ եւ գնահատականներ, ինչն էլ շատ հաճախ որպես հակափաստարկ ներկայացվում է իշխանությունների կողմից։ Եվ սա լուրջ խնդիր է, բայց սա նաեւ միջազգային կառույցների խնդիրն է։ Ցավոք այսօր միջազգային կառույցները խորը ճգնաժամի փուլում են գտնվում եւ մենք այդ կառույցների անգործությանն ականատես ենք եղել ինչպես 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման եւ էթնիկ զտման ժամանակ, այնպես էլ ականատես ենք լինում այսօր քաղբանտարկյալների հարցում լռության պարագայում։ Մենք պետք է ֆիքսենք այդ իրողությունը եւ հաշվի նստենք այդ հանգամանքի հետ։ Այդպիսին է այսօր աշխարհաքաղաքական պատկերը, վաղը կփոխվի իրավիճակը, կփոխվեն նաեւ միջազգային կառույցների մոտեցումները։ Սիրելի գործընկերներ, պարզապես ուզում եմ շեշտել, որ այսօր շրջանառության մեջ է դրված հայտարարություն եւ մենք ակնկալում ենք նաեւ, որ կլինեն հայտարարություններ, առաջարկություններ այս հայտարարությունը լրացնելու համար։ Պարզապես ուզում եմ հիշատակել հայտարարության վերջին հատվածը, որտեղ ազգային ժողովը արձանագրում է, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակով դատական եւ իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային, այդ թվում որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորություններին, փաստում է, որ տեղի ունեցողն անմիջականորեն հրահրվում, ուղղորդվում եւ համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից, ինչը խարխլում է երկրի սահմանադրականության հիմքերը, քայքայում է հանրային վստահությունը, խեղում է արդարադատության համակարգը եւ կազմաքանդում է իրավական պետության հիմքերը, որոնք ինքնին մարդու եւ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ են։ Իր լիակատար համերաշխությունն է հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին եւ նրանց ընտանիքներին, պահանջում է դատարանների անկախության ապահովում, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, հրավիրում է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների
ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական եւ հակաիրավական գործընթացների վրա, ակնկալելով հստակ գնահատականներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իշխանության ճյուղերի միջև հավասարակշռման եւ փոխզսպման մեխանիզմների խաթարման եւ քաղաքական զանգվածային բռնաճնշումների առնչությամբ եւ վերահաստատում է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել քաղբանտարկյալների իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն։ Այսպիսին է հայտարարության պահանջները, այսպես ասեմ, ձևակերպումները, որոնք ուղղված են ինչպես իշխանություններին, այնպես էլ միջազգային կառույցներին, սակայն մենք ակնկալում ենք, որ այսօրվա լսումների արդյունքում այս հայտարարությունը կլրամշակվի եւ ավելի համապարփակ կներկայացնի այն իրավիճակն եւ պահանջները, որ այսօր առկա են մեր երկրում։ Շնորհակալ եմ։